Տերը իր խոսքը ղրգել է մեզի աղքատացնելու համար։ Իր խոսքը ղրգել է, որ մենք տեսնենք, որ մեր մեջ բարի բան գոյություն չունի ու չել կրնա ունենա։ Ու այս օպերացիան մեր կյանքում պետք է Տեր Հիսուս Քրիստոսը, որովհետև մեզի իր թանկ այրունով է կնել։ Մենք իր սեփականությունն ենք։ Այրունով է կրել, բերել է հիվանդանոց, որ մերսից մեզի բժշկություն է։ Ու կսես սրբե, որբիսի այդ ազատությանը հասնենք, առաջի պայմանը, խոսքը սրդիդ մեջ պահե։ Ու նայեք նույն բանը հասկացել էին առաքյալները։ Նայեք առաքյալներին ինչ են գրել։ Առաջի թուղթ Պետրոս, առաջի գլուխ 22 խոսքը։ Ձեր անձերը մաքրեք հոգիի միջոցով, ճշմարտությանը հնազանդվելով։ Ու Տերը կսե, հայր, քո խոսքերը ճշմարտություն է, սրբեզ անոն քո ճշմարտությունով։ Որն է մեր կողմը։ Սերնես, Տերը պատրաստ է մեզի սրբելու։ Այսօր եթե մեր կյանքում կան պարտություններ, տգարություններ, ու մենք գերի ենք մեղքին, Երանեն հավատացյալին որ անկեղծ կներկայացնե, անկեղծ իր սիրտը կբացե։ Ես քիշեմ իմ տարի կյանքում որը դիք տեղի ունեցավ, շատ ցավ էր, բայց տեսա այդ հբարտությունները, տեսա նախանձները, տեսա հագարակությունները, բարգությունները, այս աշխարհի ցանկությունները։ Ուսի Տեր, ես համաձայն չեմ, բայց ազատվելու էլ կարող չեմ։ Ես հավատացել եմ, որ առաջի գործը կատարվել է իմ կյանքում։ Ամենաթանկը չի խնայել, բայց շարունակություն կա։ Տերը կուզե ազատագրե ու իր տան մեջ մեզի հաստատե իր մատներով։ Համաձայն եք ժողովուրդ ջան։